Երեխան Սերոժան Ավետիսյան 6 ամսական տեղափոխվել է Գյումրիից, ուր վիրահատվել է դեպքից հետո 3 ժամ անց բազմաթիվ կտրող ծակող վերքերից, որից մեկը ներթափանցում էր որովայնի խոռոչ, կատարվել է որովայնի խոռոչի ռևիզիա, օրգան համակարգների վնասված բացի մեծ ճարպոնից չի եղել, բայց երեխան տուժել է բազմագործոն երկարատև շոկային վիճակից եւ տեղափոխվելուց հետո ներկայում գտնվում է Աստվածամայր բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժնում, վիճակը գնահատվում է կայուն, ծանր, հաջողվել է բազմագործոն օրգանային անբավարարությունից երեխային հանել, այսինքն սիրտ-հոգային, երիկամ լյարդային անբավարարությունը շտկել, լաբորատոր ցուցանիշները բարելավել են, ուշադրության կենտրոնում է մտնում ուղեղի հյուսվածքի տուժած կլինիկական պատկերը, հաշվի առնելով, որ երկարատև շոկային եւ բազմագործոն շոկ է տարել երեխան, այս պահին դրական միտում գնահատում, որ երեխային սկսել են կերակրել զոնդով, երեխայի վիճակը մնում է կայուն ծանր, բոլոր անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքերով ապահոված է երեխան, օրական 2 անգամ անցկացվում են առաջատար մասնագետների կողմից կոնսիլիումներ, խորհրդակցություններ եւ վերջի տվյալներով, առավոտյան տվյալներով եւս լաբորատոր տվյալների աննշան դրական փոփոխություններ կան։ Մոտակա 2-3 օրը երեխայի շնչառությունը լինելու է դեռևս արհեստական շնչառության ապարատի օգնությամբ, օժանդակությամբ։